Իրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին, կիրառվել է մի քանի տասնյակ գերծանր բալիստիկ հրթիռ։ Հաղորդվում է Թել Ավիվում ավերածությունների մասին, թիրախում են հայտնվել նաև Քուվեյթում, Բահրեյնում ամերիկյան օբյեկտներ, Բաղդադում Վաշինգտոնի դեսպանատունը, Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային տերմինալներից մեկը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄԷ-ի բնակիչներին լքել երկրի նավահանգստային տարածքները եւ ամերիկյան օբյեկտների հարակից շրջանները։ Իսրայելը ամերիկյան ուժերն էլ հարվածել են Թեհրանին եւ իրանական այլ բնակավայրերի։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը եւ ոչնչացրել է Խարկ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներկայում կենտրոնացած են Իրանի հրթիռները եւ ԱԹՍ-ները ոչնչացնելու ուղղությամբ, հետագայում կարող են զբաղվել նաեւ հարստացված ուրանի հարցով։ Մենք կարող ենք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին, ընդգծել է նախագահը։ Թրամփը խոսել է Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեիի մասին, որի հետ կապված տեղեկություն տրամադրելու համար պետքարտուղարությունը $10 միլիոն պարգևավճար է սահմանել։ Մենք երկու անգամ ոչնչացրինք նրանց ղեկավարությունը, հիմա նրանք փորձում են երրորդ անգամ առաջնորդ ունենալ, բայց ոչ ոք չգիտի որտեղ է Խամենեիի որդին։ Նա հավանաբար ողջ է եւ վիրավոր, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ինքը պատրաստ է ընդունել։ Հորմուզի նեղուցի փակման ֆոնին պահպանվում է լարվածությունը համաշխարհային էներգետիկայի ոլորտում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ սկսել են ավելի շատ նավթ եւ գազ արդյունահանել, կանխելու մատակարարումների ընդհատումները։ Դոնալդ Թրամփը Truth Social էջում գրել է, որ Հորմուզի նեղուցի սահմանափակման հետևանքով տուժած շատ երկրներ ռազմական նավեր կուղարկեն Միացյալ Նահանգների հետ համատեղ ջանքերով նեղուցը բաց եւ անվտանգ պահելու համար։ Հուսով ենք Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ նավեր կուղարկեն։ Մինչ այդ Միացյալ Նահանգները կռմբակոծի Իրանի ափամերձ գիծը եւ կխոցի իրանական նավերը։ Շուտով կբացենք Հորմուզի նեղուցը, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Զուգահեռ Հնդկաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Թեհրանը հնդկական երկու լցանավի Հորմուզի նեղուցով անվտանգ անցում է տրամադրել։ Հրեական պետության պաշտպանության նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գլխավորությամբ Իրանի դեմ գլոբալ եւ տարածաշրջանային պայքարը թեւակոխում է վճռական փուլ եւ կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Իսրայել կացը կրկնել է, որ Իրանի ժողովուրդը պետք է վերջ դնի իրանական ռեժիմին։ Թեհրանից զգուշացրել են, որ պատերազմի ավարտը իրանական կողմի ձեռքում է, կքննարկեն դրա հնարավորությունը միայն երբ ստանան վնասի փոխհատուցում եւ երաշխիքներ, որ Վաշինգտոնն այլևս ներկայություն չի ունենա Պարսից ծոցի երկրներում։ Ռուսաստանը հրթիռներով եւ ԱԹՍ-ներով համակցված զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, թիրախում է հայտնվել Կիևի մարզը, հատկապես շրջանի էներգետիկ ենթակառուցվածքը։ Կան զոհեր եւ վիրավորներ, պայթյուններ են լսվել նաեւ մայրաքաղաքում։ Ռուսաստանի ՊՆ տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերն էլ անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստին, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Օրեր առաջ Բրյանսկի զանգվածային թիրախավորման հետևանքով զոհերի թիվն էլ հասել է 8-ի։ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է, որ արձակումներ են եղել նաեւ մայրաքաղաքի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 30-ից ավելի ԱԹՍ։ Դոմոդեդովո օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում առայժմ դադար է Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված։ Ուկրաինայի նախագահի խոսքով ամերիկյան կողմը պատրաստ է հանդիպել միայն ԱՄՆ-ի տարածքում։ Կիևը համաձայնել է, սակայն Մոսկվան առաջարկում է Թուրքիայի կամ Շվեյցարիայի հարթակները մանրամասնել է Զելենսկին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնի թիմի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը հետաձգվում է եւ կարող է անցկացվել հաջորդ շաբաթ։ Պակիստանից հայտնել են, որ մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում 2 ԱԹՍ են, որ սացել տեղական զլմների տվյալներով իշխանությունը տեղի ունեցածի համար մեղադրել է թալիբների հետ կապված զինված խմբավորումներին։ Իսլամաբադի օդային տարածքը կարճ ժամանակով փակվել է։ Մարտի 13-ին Քաբուլից հայտնել էին, որ Պակիստանի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի տարածքին, թիրախում են հայտնվել մայրաքաղաքի եւ այլ բնակավայրերի օբյեկտներ, այդ թվում վառելիքի պահեստներ։ Հաղորդվել է զոհերի եւ վիրավորների մասին։ Աֆղանստանի ՊՆ տվյալով ի պատասխան թալիբները հարվածել են Պակիստանում ռազմավարական օբյեկտների։ Երկրների միջև սահմանային բախումները սկսվել էին փետրվարի վերջին, չնայած 2025 թվականին ձեռք բերված հրադադարին։ Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանի դեմ գործող զինյալների։ Թալիբանը հերքում է այս մեղադրանքները։ Կուբայի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ են սկսել ԱՄՆ իշխանությունների հետ։ Միգել Դիազ-Կանելի խոսքով փորձում են հարթել երկկողմ տարաձայնությունները երկխոսության միջոցով։ Նախագահի հայտարարության ֆոնին Կուբայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կառավարությունը Վատիկանի միջնորդությամբ ազատ կարձակի 51 բանտարկյալի։ Ակնկալվում է, որ նրանց շարքում են լինելու նաև քաղբանտարկյալներ։ Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Իրանից հետո կարող են գործողություն իրականացնել Կուբայում։ ԱՄՆ նախագահը բարեկամական զավթում է որակել հնարավոր գործողությունները,
նշելով հանրապետությունում իշխանափոխության անհրաժեշտությունը։ Կուբայում հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո դադարեցվել են Վենեսուելայից նավթի մատակարարումները, ինչը հանգեցրել է տնտեսական խնդիրների։ Այս ֆոնին երկրում ցույցեր են սկսվել, լուրեր են շրջանառվում, որ մարտի 14-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցները այրել եւ զավթել են Սիեգո դե Ավիլա նահանգում Կոմկուսի տեղական գլխավոր գրասենյակը։ Զլմների տվյալով քաղաքացիները պահանջում են ելքեր գտնել էներգետիկան նախադեպ ճգնաժամից, որի հետևանքով արդեն մի քանի օր է լույս չունեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։